Ողջույն Օրագիրնյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ակտիվիստ Կարինե Փանոսյանին։ Բարև ձեզ Տիկին Փանոսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարի օր, շնորհակալություն։ Սիրով։ Տիկին Փանոսյան նախորդին վեդի ավականին միաձայն կողմ քվեարկեց Կարմիր Սարը հանք դարձնելու այդ որոշմանը, նիստին թույլ չտվեցին մասնակցել մեզ որպես ԶԼՄ ներկայացուցիչ, պատճառաբանելով, որ պետք է նախորոք գրանցվեինք այդ քննարկմանը մասնակցելու համար, ավելի վաղել նույնիսկ քաղաքացիներին թույլ չտվեցին համայնքապետարանի շենք մտնել։ Նախ ձեր գնահատմամբ ինչով էր սա պայմանավորված եւ որքանով է սա հարիր ժողովրդավարական երկրին։ Հետաքրքիր է, որ նախապես մենք ընկերներով, ովքեր որոշել ենք ներկա գտնվել նիստին, հարցում ենք անցկացրել մեր ավագ գործընկերներից, արդյոք հնարավոր է բաց նիստին մասնակցել, թե պետք է դրսում կանգնենք ու սպասենք նիստի ընթացքին, մեզ ասացին, որ կարող ենք բաց նիստ է հայտարարված եւ կարող ենք ներսում հետեւել։ Գնացինք, հասանք վեդի եւ պարզվեց, որ մեզ ներս մտնել չի կարելի, որովհետեւ պատճառաբանեցին, որ այնտեղ սկզբում ասացին, որ պետք է գրանցվեիք նախապես, երբ Արտուր Չախոյանն էր տեղում, ակտիվիստ, գիտեք, վստահաբար, երբ նա սկսեց պահանջել օրենքի հղում, որ բաց նիստին ինչի չի կարող քաղաքացին մասնակցել, պատճառաբանեցին, որ նստելու տեղ չկա։ Երբ մենք բողոքեցինք, թե մեզ պետք չէ նստել, մենք կարող ենք կանգնել, ասացին կխանգարեք։ Այսինքն մենք դեռ ներսում չենք, նրանք որոշել են մեր փոխարեն, որ խանգարելու ենք, եթե կանգնած նիստին մասնակցենք։ Մի խոսքով երկար ժամանակ, երևի 1 ժամի չափ մենք դրսում անցկացրեցինք։ Այդ ընթացքում մեր ներկա ընկերներից մեկը հասցրեց գնալ ոստիկանություն մերին եւ ոստիկանության վերադասի միջոցով կարողացավ օրենքի հղումը մեջ բերելով կազմակերպել շենքի մուտքը փակող ոստիկանների, այսպես ասած, օրենքի խախտման արդարացի ելքը եւ մեզ թույլ տվեցին մտնել արդեն շենքի ներս։ Բայց դահլիճի մուտքի մոտ նորից մեզ կանգնեցրին եւ ասացին չեք կարող ներս մտնել։ Իհարկե ես մտա։ Ուղղակի դուր բացեցի, ներս մտա, հարցրեցին ուր, ես չպատասխանեցի, անկեղծ խոստովանում եմ եւ նստեցի, քանի որ բաց նիստ էր հայտարարված, ինչու պետք է խոչընդոտվեր ակտիվիստի մասնակցությունը այդ նիստին։ Դուք, ինչպես նշեցիք, այո, ներկա եք նիստին այդ քննարկմանը եւ նշում եք ավելի վաղ, որ համայնքապետ Գարիկ Սարգսյանն ավականին քննարկմանը եկել էին մասնակցելու արդեն իսկ կարծես թե դրական որոշմամբ։ Ինչից ելնելով եք նման եզրահանգման եկել։ Գիտեք, նախ երբ դու գնում ես ինչ որ քայլի եւ քո առաջ արհեստական խոչընդոտներ են լինում, դա ամբողջ աշխարհում է այդպես։ Պարզ է, որ դրա ետևում ինչ որ բան կա։ Մենք ընդհանրապես այդ պահին էմոցիաներից ելնելով էինք խոսում, որ մեզ թույլ չեն տալիս հավանաբար որոշել են եւ այլն, այդպես կարծես հումորի ենք փորձում վերածել կամ ուղղակի քննարկում ենք մենք մեր մեջ, սակայն վերջում պարզ դարձավ, որ իսկապես որոշումը որքան ինձ թվաց հերվից դիտելիս, որովհետև տեսողականորեն մի փոքր հեռու էի, կարծես թե բոլորը միաձայն քվեարկեցին։ Գուցե կային մարդիկ, որ ձեռնպահ մնացին կամ կողմ դա չեմ կարող վստահել, ամեն դեպքում իմ տեսախցիկը ինչ որ ֆիքսեց այդ պահին, ուղիղ եթերով կարծեմ հետևում էիք, կարծես թե բոլորը քվեարկեցին կողմ հանքի շահագործմանը։ Մեր նախնական ենթադրությունները, որ այդպես ենթադրում են, գուցե խոչընդոտներ կան, որովհետև արդեն որոշել են, երևի չէին էլ որոշել, բայց այդ պահին այդպես որոշեցին։ Ավականու անդամների շատերը ոչ պատշաճ վարք դրսևորեցին ներկա նիստին մասնակցող կանանց նկատմամբ։ Ինչի մասին է սա վկայում։ Նախ քաղաքավարության բացակայության ներողություն, բայց չցանկանալով անձնավորել խնդիրը, այնուամենայնիվ նշենք, որ կանանց վրա հարձակումը, հատկապես Արփինե Խաչատրյանի, էլի տեսախցիկները ուղիղ եթերում ֆիքսել են ինչ էր տեղի ունենում, վիրավորանք, կոպիտ արտահայտություններ, գնա պայքարիր մյուս հարցի համար կամ ուր էր մինչև հիմա կամ նմանատիպ այլ հարցադրումներ, այսինքն երիտասարդ կինը, որը պետք է աշխատանք ամեն ինչ տուն տեղ թողնի, գնա զբաղվի մի գործով, որը ոչ միայն իր ընտանիքի, այլ իր գյուղացիների եւ ընդհանրապես Հայաստանի խնդիրն է եւ վիրավորական կոչերով դա ընդհանրապես անքաղաքավարության մասին է խոսում։
Տիկին Փանոսյան, ինչ է իրականում նախատեսվում Կարմիր Սարի տարածքում եւ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է դա ունենալ, եթե Կարմիր Սարը շահագործվի։ Ընդհանրապես աշխարհում գրեթե չկան հանքեր, որոնք դրական արդյունք են տալիս, հա, միակ դրական բանը այն է, որ հումքը օգտագործվում է, դրանից գալիս է գումար։ Բայց սովորաբար նորմալ երկրներում հաշվի են առնում վտանգների դրական ու բացասական հակակշիռների արդյունքը եւ նորեն որոշումներ կայացնում։ Աշխարհում կան երկրներ, Հայաստանը, բազմաթիվ այլ երկրներ, մանր-մունր, աղքատ երկրներ, չզարգացած երկրներ, աղքատ ժողովուրդների երկրներ, օրինակ դրանցից մեկը կարծեմ Նիգերիան չէ, որ ամենաշատ հանքերն ունի, բայց ժողովուրդը ամենաաղքատներից մեկն է։ Սովորաբար նման դեպքերում հանքերը այնքան էլ պատշաճ ձևով չեն շահագործվում, ասելիքս այն է, որ փորձը ցույց է տալիս Հայաստանում, որ հանքերը ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ։ Ես չէ որ այս մասին ասում եմ, ես ընդհանրապես հետևում եմ իրադարձություններին, իմ ավագ ընկերները, գործընկերները, բնապահպանները տարիներ շարունակ մեջ բերել են, ներկայացրել են բազմաթիվ հանքեր իրենց խնդիրներով եւ արդյունքները մենք պարբերաբար տեսնում ենք։ Ինչպես կարող է Կարմիր Սարի շահագործումը ազդել էկոհամակարգի Կարմիր գրքում գրանցված տեսակների եւ ընդհանուր ջրային ռեսուրսների վրա։ Դե առաջին հերթին այն հանքը, որը նախատեսվում է շահագործել, կրաքարի կարծես թե հանք է, որը հանդիսանում է ցեմենտի հումք։ Ամեն դեպքում ես այդպես եմ հասկանում։ Ցեմենտի արտադրությունը ես համացանցով, որպես քաղաքացի, ով ոչինչ չգիտի աշխարհում հանքերի մասին, միացրեցի համացանցը եւ որոնեցի հետեւյալ արտահայտությամբ հոդվածներ։ Ինչ հետևանքներ ունի ցեմենտի արդյունաբերությունը միջավայրի վրա։ Բազմաթիվ հոդվածներ եղան եւ ես հիմա մի հոդվածից ընդամենը մի փոքր մեջբերում կկարդամ անգլերենով, եթե հետագայում կցանկանաք, անգլերենով կոչվում է eja Kanak, KUNAK.com, որտեղ հոդվածն էլ հետո կարող եմ հղումով ուղարկել, դուք էլ մեջ բերեք, ընդամենը մի հատված կարդամ, չեմ թարգմանել, անգլերենով է գրված, որպեսզի բնագիրը լինի, անկախ կայք է, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Cement is an indispensable construction material, but also one of the most polluting. Այսինքն ցեմենտը կարևորագույն շինարարական շինանյութ է, բայց նաև աշխարհում ամենաաղտոտողներից մեկը։ Շարունակությունը մեջբերում է այն նյութերը, քիմիական տարրերը, որոնք առաջանում են շահագործումից, այստեղ կարբոն դիօքսիդ, նիտրոգեն օքսիդ, սուլֆուր դիօքսիդ եւ այլն, նշում է heavy metals, ծանր մետաղներ եւ ավելացնում է which degrade air quality and impact public health, որը գծում է օդի որակը, ցածրորակ է դարձնում օդը եւ ազդում է հանրային առողջության վրա։ Սա մի պարզ հոդված ոչ մի կապ չունեցող Հայաստանի հետ բոլորովին անծանոթ մի կայքից։ Այսպիսի տասնյակ հոդվածներ կան։ Ինչի մասին է սա խոսում։ Երեք քննարկման ժամանակ քննարկումը վարող անձը Գարիկը Սարգսյան հայտարարեց 0% վտանգ հետևանքների մասին էր պնդում։ Նախ ով կցանկանա թող իր տանի ինչ-որ փորձանի բույսի վրա օրը մի պտղունց ցեմենտ լցնի, տեսնենք մի ամիս հետո ինչ կլինի այդ բույսի հետ։ Երկրորդ, մենք գիտենք, որ բոլոր ջրային ռեսուրսները եթե բարձրադիր գոտիներից չեն սկսվում, Արարատյան դաշտում գիտենք, որ կան արտեզյան ջրային գոտիներ, բայց լեռնային գոտիներում առաջին կուտակման վայրերն են, չէ՞, այսինքն ջրերը հայկական լեռնաշխարհում, հիմա տվյալ Սարի մասով ես չեմ կարող, քանի որ մասնագետ չեմ, հետազոտություն չեմ արել, ամեն դեպքում լեռները հանդիսանում են ջրային ռեսուրսների բաշխման գոտիներ հայկական լեռնաշխարհում։ Երկրորդ, ամբողջ լեռան շարավղով գյուղատնտեսական հողատարածքներ են եւ եթե նույնիսկ Google քարտեզով հետևեք վերևից նկարագրույց տեղանքը ռելիեֆը, ապա կանաչ տարածքները բավականին շատ են։ Երբ Սարը սկսեն շահագործել, այսինքն ինչպես երեք վկայում էր ներկա գործարար Գևորգ Ավագյանը, որը հատուկ այդ նիստի համար ժամանել էր Հայաստան, որը գյուղատնտեսական ներդրումներ է անում եւ այլն,
որ առանց պայթեցումների չլինի։ Էլի եմ ասում, ես մասնագետ չեմ ուսումնասիրել, բայց մարդը ուսումնասիրել էր, վկայում էր, որ առանց պայթեցումների դա հնարավոր չէ։ Ցանկացած պարագայում ցեմենտը, եթե ինչ-որ մեկը տանը գոնե մի անգամ բետոն է արել, գիտի, որ այդ ցեմենտը թռնելու, տարածվելու հատկություն ունի։ Այսինքն միևնույնն է, դա ինչ-որ կերպ ազդելու է։ Երկրորդ, այն նյութերը, որոնց անունները գրված էր այս հոդվածում կամ բազմաթիվ այլ վայրերում, իրենք արդեն անունները, եթե մենք ոչինչ չենք հասկանում քիմիայից, կարող ենք էլի Google-ում որոնել եւ տեսնել ինչ է նշանակում, օրինակ այդ կարբոնի դիօքսիդը կամ ինչպես էր նշված, չեմ հիշում։ Եվ նկարագրությունները կարդալով պատկերացում կունենանք, թե ինչ քիմիական տարրեր կան, ինչ ազդեցություն կունենան եւ ինչ հետևանքներ ըստ այդ ազդեցությունների։ Երեք քննարկվում էր այն մասին ակտիվիստական կողմից, եթե կարելի այդպես ասել, որ Հայաստանի բնամթերքի մի մեծ ահռելի մաս տալիս է Արարատյան դաշտը, այսինքն մենք այսպիսով կորցնում ենք այդ տարածքների գյուղատնտեսական հողերը իբրև մշակելի հող օգտագործելու հնարավորությունից։ Իսկ դա նշանակում է հայ գյուղացին մնաց առանց գործի, հայ քաղաքացին մնաց կամ վատորակ մթերքի կամ առանց մթերքի, դա նշանակում է, որ հարևան երկրներից ներմուծող մթերքի քանակը կշատանա, իսկ տվյալ պարագայում ավելի շատ հավանականություն կա, քանի որ մենք տեսնում ենք վերինացիաներում քննարկում են սահման բացել Թուրքիայի հետ, այնտեղից ներմուծել մթերքներ եւ այլն, դա առանց թաքցնելու խոսում են այդ մասին, այսինքն հետևանքը կլինի այն, որ մենք արդյունքում կօգտագործենք հարևան երկրներից, հավանաբար նաեւ թշնամի երկրից ներմուծված անհայտ ծագման մթերքներ, այսինքն նաեւ նպաստավոր պայմաններ հարևանների տնտեսությունը զարգացնելու համար մերը կորցնելու հաշվին, իհարկե։ Մի խոսքով խնդիրները շատ են լինելու, բացի այդ, մենք այսպես թե այնպես արդեն ապրում ենք քաղցկեղածի միջավայրում, Հայաստանում շահագործված հանքերը, Երևանում օդի վատ որակը, որի մասին պարբերաբար խոսում են, նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինքն է անձամբ պարբերաբար չէ, եթե չեմ սխալվում, ինքն էլ է այդ մասին խոսում, որ Երևանի օդը կեղտոտ է եւ այլն, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղեք սխալը սուղեմ, ներողություն խնդրեմ, բայց ինչի մասն է սա խոսում, որ մենք արդեն վատ կեղտոտված միջավայրում ենք ապրում։ Երեք էլի մեջբերում արվեց, որ համեմատություն տարան Չինաստանի հետ կարծեմ եւ ասում են Չինաստանում դուք տեսել եք Չինաստանում ինչ մաքուր օդ է կամ ինչ որ նման մեջբերումներ էին անում։ Գիտեք, շատ վիրավորական է, որ մենք անընդհատ ուրիշների վատը օրինակ բերելով կամ մատնացույց անելով նրանց լավը, որոնք այդ լավը ունենալու համար ջանք են գործադրել տարիներով, վնասում ենք մերը։ Իսկ ինչու հազարամյակներով մենք ապրել ենք, պայքարել ենք այս հողը շեմ պահելու համար, որ այսօր որևէ մասնավորի շահը պահելու համար կորցնենք անհատների շահ, այսինքն այստեղ հավասարակշիռ չի այս բաշխումը, այս գործարար ոլորտների բաշխումը։ Տիկին Փանոսյան, դուք ձեր խոսքում արդեն նշեցիք, որ Գարիկ Սարգսյանը հայտարարել է 0 վնասի մասին, հա, հանքի շահագործման դեպքում, իսկ ավականու կողմից ներկայացվել է սոցիալ-տնտեսական օգուտները եւ որքանով են դրանք իրականն ու արդարացված, եթե ներկայացրել է։ Անկեղծ ասած, ես որևէ մեկին չէի ճանաչում ավականուց, Գարիկ Սարգսյանի միայն անունն էի լսել, նրան էլ չէի ճանաչում։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մարդիկ, որոնք խոսում են հանքի եւ հանքի անվտանգության մասին, այնքան վստահ են խոսում առանց ուսումնասիրելու։ Էլի եմ նշում, ես չլինելով մասնագետ, բացում եմ Google-ը եւ որոնում եմ, գտնում եմ հոդվածներ, կարդում եմ, որ պատկերացնեմ, որպեսզի հասկանամ ինչ է ինձ սպասվում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այն բազմաթիվ հոդվածները, որոնք կարդում եմ, իդեպ լեզու իմանալ պետք չէ, կարելի է Google Translate-ի միջոցով թարգմանել եւ ցանկացած լեզվով գրված հոդվածի բովանդակությանը ծանոթանալ։ Շատ հետաքրքիր է, որ ավականին այսպես համարձակորեն կողմ քվեարկեց, մինչդեռ ինձ այսօր ուղարկեցին ավականու ներկայացուցիչներից անուններ, մեկը բժիշկ է, մեկը բուժքույր է, մեկը դպրոցի տնօրեն է, մեկը ուսուցիչ է, կարծես թե երկուսն էին ուսուցիչ, հիմա անգիր չեմ հիշում, կարող եմ, եթե հետաքրքիր է, կարող եք այդ անուններն էլ փորձել որոնել,
ներկայացնել, ամեն դեպքում խնդիրը ինչումն է։ Եթե բժիշկը լինելով առողջապահությանը շատ մոտ կանգնած մարդ, այո, բժիշկ, տնօրեն, երկու ուսուցիչ, քվեարկում է հանքի օգտին, այստեղ ինձ մոտ շատ հարցեր են առաջանում։ Նախ ես կվստահեմ արդյոք մի մարդուն որպես բժիշկ, որը հանքի օգտին քվեարկել է, եթե նա չի հաշվարկել այդ ռիսկերը։ Արդյոք ես կվստահեմ ավագանու թեկնածու այն մարդուն, որը չի ուսումնասիրել թեման, որովհետև կողմ կամ դեմ քվեարկելու համար դու պետք է որոշակի կարծիք ունենաս։ Եթե դու մասնակցում ես ավագանու նիստին, ուրեմն պետք է իմանայիր, թե ինչ կա ցանկում քննարկվելիք, այսինքն ժամանակ ունենայիր ուսումնասիրելու։ Եթե դու չես ուսումնասիրել, դա արդեն քո թերացումն է։ Եթե ուսումնասիրել ես, կողմ ես քվեարկում, դա ավելի վատ թերացում է։ Այսինքն ցանկացած պարագայում այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ընդհանրապես ուզում եմ յուրաքանչյուր մարդ ով քվեարկում է այս կամ այն ուժի օգտին, ինձ համար մեկ է որ ուժի, այնպես չէ որ ԿՊ-ի կազմում չկան լավ մարդիկ կամ ազնիվ գործիչներ, նրանց շարքում էլ կան, վստահ եմ, նույնն է նաև ընդդիմադիրների մեջ չկան արդյոք վատ մարդիկ ու վատ գործիչներ, բոլորին նույն սանդղակի վրա եմ դիտարկում, ուղղակի կան մարդիկ, որոնք մտահոգ են երկրի համար, կան նրանք մեծամասնություն, որոնք մտահոգ են միայն իրենց պաշտոնի համար, այդպիսի տպավորություն է ինձ մոտ գոնե։ Արդյոք ես կվստահեի ընտրությունների գնալիս այն բոլոր ուժերին, բոլորին, որոնք կողմ են հանքի շահագործմանը, որոնք կողմ են, չգիտեմ, մշակութային արժեքների օտարմանը, որոնք ազգային սիմվոլների ոչնչացմանն են կողմ, որոնք Արարատ լեռան ծածկվելուն են կողմ, որոնք, չգիտեմ, շատ հարցեր կան ինձ մոտ։ Եվ ուղղակի ամեն քաղաքացի, որը ընտրել է այն մարդկանց, ովքեր այսօր իրենց առողջությանը, անվտանգությանը, իրենց երեխաների իրավունքներին եւ իրենց սեփական իրավունքներին դեմ են գնում, որոշում են կայացնում։ Թող մտածեն, ուղղակի թող մտածեն։ Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նիստի քննարկման ընթացքում իբրև թե պատական կամ չգիտեմ, գուցե եւ դիտմամբ խոսեց ինչ-որ ապօրինի հանքի մասին, որը բոլորի զարմանքը առաջացրեց, այդ թվում նաև այն մարդկանց, որոնք ապրում են այդ բնակավայրերում եւ տեղյակ չէին հանքի մասին, կարծեմ մոտավորապես, եթե չեմ սխալվում, գուցե բառեր սխալ ասեմ, ես հիմա մոտավորապես հիշելով եմ ասելու, ասաց ինչի չեք պայքարում այն հանքի համար, որը ապօրինի գործում է, չէ՞, կարծեմ այդպես հնչեց հարցը։ Այստեղ շատ զավեշտալի իրավիճակ է ստեղծում, այսինքն համայնքապետը, որը խոսում է ապօրինի գործող հանքի մասին, հարց, ինչու մինչև հիմա հանքը գործում է, եթե դուք լինելով իշխանության ներկայացուցիչ տեղյակ եք ապօրինի գործող հանքի մասին եւ ոչինչ չեք ձեռնարկել, ինչ է դա նշանակում։ Մեղադրում եք բնակիչներին, այո, մեղադրում եք բնակիչներին չպայքարելու այդ հանքի դեմ։ Ինչու՞մ է զավեշտը, ամենամեծ զավեշտը, որ նախ, եթե գործում է ապօրինի հանք, նշանակում է նա պետությունից գողանում է պետության ընդերքում արկա հարստությունը, արդեն հանցագործությունը պետության նկատմամբ։ Երկրորդ, եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքի մեջ կարծեմ, եթե սխալվում եմ, թող հուշում անեմ իրավաբանները հետո հղման մեջ գրելով, որ ձևակերպումը մոտավորապես այսպես, հանցագործությունը չկանխելը նույնպես հանցանք է, չէ՞, այդպիսի մի բան կա, կարծեմ։ Այսինքն ինչ է ստացվում, եթե իսկապես այդպես է, այդ օրենքը կա, ուրեմն հանցանք է տեղի ունենում իշխանությունների կողմից թաքցնելով այն հանցագործությունը, որը տեղի ունենում պետության նկատմամբ։ Ինչ որ շղթայական ռեակցիայով անհասկանալի իրավիճակ է։ Ներողություն, Գարիկ Սարգսյան, եթե դու գիտես այն մասին, որ ապօրինի հանք է գործում, ինչու մինչև հիմա այդ հանքը փակված չէ։ Իսկ հնարավոր է, որ հանք շահագործվի, բայց այնքան գաղտնի շահագործվի, որ նույնիսկ բնակիչները դրա մասին տեղյակ չունենան։ Դե փաստորեն կա այդպիսի հանք, որը ապօրինի գործում է, որի մասին նշում է Գարիկ Սարգսյանը, բայց բնակիչները չգիտեն։
Տիկին Փանոսյան, եթե չեմ սխալվում, նախկինում մեկ անգամ մերժվել է Կարմիր Սարի հանք դարձնելու այս որոշումը, ինչու ձեզ հիմա այս փուլում ավականին վեդի դրական կողմ քվեարկեց այս որոշմանը։ Ուրեմն ինձ ուղարկեցին այսօր նամակ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի կողմից ուղված Վարդուհի Բարսեղյանին, քաղաքացի Վարդուհի Բարսեղյանին 26/5 ամիս 2025 թվական ներողություն համար 5 կոտորակ 26.18.12.328 որոշում կարծես թե այդպես, որտեղ մերժվել է այն որոշումը ժամանակը կբավարարի, խնդրեմ։ Հարգելի Տիկին Բարսեղյան, ի պատասխան ձեր 2025 թվականի հոկտեմբերի 29-ի համար 1693-163 գրության տեղեկացնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ին ՕՐՏՍՊ-ի Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների կավակրաքարերի հանքավայրի հանքարդյունաբերման աշխատանքի շրջակա ներողություն փոքր են տառերը փորձեմ մեծացնել եւ կարդալ մի փոքր դժվար է ստացվում հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրամադրվել է համար 146/24 պետական փորձաքննական բացասական եզրակացություն Հետո ասացին, որ այս եզրակացությունը վերաքննիչում է, ապա վճռաբեկում է քննվել, մերժվել է, այսինքն շմագը տվել է բացասական եզրակացություն, թեման պետք է փակվի։ Հիմա ՕՐՏՍՊ-ն դարձել է ՕՐՏԳՐՈՒՊ-ՍՊ, նորից ինձ տեղեկացրեցին, որ նույն կազմակերպությունն է, ուղղակի անունն է փոխվել եւ նույն թեման շարունակվում է, այսինքն ընդհանրապես կազմակերպությունը անունը փոխած շարունակում է նույն պայքարը։ Հետաքրքիր է, որ Գարիկ Սարգսյանը ինչ որ պահի չգիտեմ նա բարկացավ այդպես ասեց, ցանկություններ այդպես ասեց, գուցե երազում է, որ հանքը շահագործվի այդպես ասեց կամ գուցե ավելի վատ բաներ կան ենթատեքստում ամեն դեպքում ասեց ուզեք թե չուզեք հանքը շահագործվելու է, բայց մինչ այդ նա պնդում էր, որ գնացեք շմագի եզրակացությունը վերցրեք, նոր կհասկանաք ինչ անել, այսինքն մինչև այդ շմագին էր հղում տալիս, այսինքն նոր շմագի, հետո խոսքը փոխեց Գուցե դա իր երազանքն է եւ մենք հիմա խոսում ենք իր երազանքի մասին, որ ասեց ինչ ուզում է լինի հանքը շահագործվելու է։ Ամեն դեպքում նման արտահայտություն արեց, որը նույնպես կարծես թե իր իսկ խոսքին հակասում է, եթե առաջին մասում նա խոսում էր այն մասին, որ շմագի հիման վրա է որոշում կայացվելու, որ սա առաջին լսումն է, դեռ շարունակություն կլինի եւ այլն։ Տիկին Փանոսյան, քննարկման մասնակից ձեր ընկերները, ինչպես դուք նշում եք, ասացին, որ դիմելու են շմակ փորձաքննության համար, կա արդյոք իրավական պայքարի հնարավորություն այս որոշումը վերանայելու մասով։ Դե փաստացի առաջին նամակը, որի մի մասը կարդացի քիչ առաջ, մերժել է, այսինքն արդեն բնապահպանության նախարարությունը առաջին այդ հետազոտությամբ եզրակացրել է, որ դա վտանգավոր է, այլապես թույլ կտային Այս դեպքում խնդիրը մեծ հաշվով պայքարը շարունակելու այդ կազմակերպության ցանկությունը։ Այսինքն դուք ձեր սպասելիքները կարծում եք, որ այս անգամ եւս բացասական եզրակացություն կլինի եւ Ես հույս ունեմ, որ այո, որովհետեւ գիտեք մարդիկ հենց այնպես չեն դուրս գալիս պայքարի։ Կարող են 1-2-ը լինել պարապ տանը նստած ասեն լավ գնանք մի բանով զբաղվենք, բայց գիտակից բանական մարդիկ, որոնք զբաղված են, որոնք ժամանակ չունեն ավելորդ բաների վրա, հենց այնպես իրենց կյանքը ապրելու փոխարեն չեն նվիրում այդ կյանքը պայքարի, հա, հիմա այնտեղ պայքարող երիտասարդները կարող են ընտանիք ունենալ, երեխա մեծացնել, ոչ թե դուրս գալ փողոց պայքարի մի բանի համար, ինչը ապագային է ուղղված, հա, ապագայի անվտանգությանը։ Եվ բնականաբար այս մարդիկ գիտակցում են, որ խնդիր կա, եւ եթե իրենք չէ, ապա իրենց երեխաներն են այդ խնդիրը շնչելու, այդ խնդիրը ուտելու, այդ խնդրի մեջ ապրելու, լքելու այն տները, որոնք անապատի են վերածվելու վաղը։
Եվ ամփոփելով զրույցը եւ այս թեման, դուք որպես ակտիվիստ, մարդ, ով դեմ է այդ հանքի շահգործման, ի վերջո, եթե Շմագն էլ այսպես դրական եզրակացություն տվեց, թույլատրեց հանքի շահգործումը, ինչ եք պատրաստվում անել դուք, ձեր ընկերները, այն քաղաքացիները, ովքեր դեմ են այս հանքի շահգործմանը։ Ես վստահ եմ, որ ցանկացած խնդիր լուծում ունի։ Եթե մենք չգիտենք ինչպես դա լուծել, դա մեր խնդիրն է, որովհետև մենք չգիտենք։ Նույնն է նաև մյուս բոլոր խնդիրների դեպքում, որոնց դեմ մենք պայքարում ենք, որոնք արդեն լուսաբանվել են ձեր եթերում, մենք չգիտենք ինչ անել, եթե չենք կարողանում խնդիրը լուծել։ Եթե հաջորդ շմագը տա դրական եզրակացություն, վստահ եմ, որ մենք կգտնենք պայքարի դրական ելք, մենք ասելով ես մի քիչ ավելի կողքից, որովհետև որպես կամավոր ակտիվիստ եմ միացել, ավելի շատ այն մարդիկ, ովքեր ապրում են այդ սարի ներքո, ովքեր պայքարի բուն կենտրոնում են, կիզակետում են եւ իրենք ուղիղ վտանգի ներքո են։ Ես վստահ եմ, որ կգտնվի ելք եւ ազնիվ պայքարի ժամանակ միանշանակ հաղթանակ կլինի։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր ակտիվիստ Կարինե Փանոսյանը։ Կհանդիպենք։